Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն այսօրվա ծրագիրն է։ Հանդիպում Արևմտյան Հայաստանը Երևանյան առաքելությունում Արցախաբռնի տեղահանված հայերի մասնակցությունն է։ Ադրբեջանը պահանջել է Պրահա ցուցադրել Արցախի մասին Սև այգի ֆիլմը դիմում Մեջբալա։ Բաքվում պատրվակների մանկյամ հայերին Իրան նորից հարձակվելի հետի Ժան-Քրիստոֆ Բյուսեն։ Երանելի ժամանակ այլ վերմունք ոչ միայն հաղթող ընկնել, այլև պարտվածի հոգեբանություն ունեցալ չենք։ Հրապարակ ժառանգության ոչնչացումն է յուրացումը նպատակահետապնդում ջինջել տեղական բնակչության ու տարածքի միջև կապը Գեղարդ։ Համշենամշակույթը Նարեկացի արվեստի միության բանախոսությունը բարեր հասարակություն աջակցին Արևմտյան Հայաստանապետական հեռուստատեսությանը։ Մարտի 22-ին Արևմտյան Հայաստանը Երևանյան առաքելությունում հանդիպում այլ Արցախաբռնի տեղահանված բնիկ հայերին հետ։ Հանդիպումը բարալ Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային խորհրդի նախագահ պարոն Արմինե Աբրահամյանը քննարկվան Արցախատեղահանված հայերին ռճին ծառացած հրատապ խնդիրներն իրենց իրավունքների պաշտպանության ուղղությամբ կատարվող քայլերը մինգել համայնքային միավորման ու միասնականության կարևորությունը։ Հանդիպման վաղտը մանրամասն ներկայացվել մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված հայցերին ընթացքը ներկայացվան իրավական գործընթացի հնարավորությունները արկա մարտահրավերն են միջազգային ատյաներում Արցախահայերի իրավունքների պաշտպանության հետագա քայլերը։ Բացի այդ քննարկվել է Շվեյցարիա կայանալիք միջազգային համաժողովը շտեղ ընդգրկվելու Արցախի ետրնալի հետ կապված բանաձևը։ Արմինե Աբրահամյանը շեշտալավեր նման միջազգային հարթակներում Արցախահարցը բարձրաձայնելը կարևոր է միջազգային հանրության ուշադրությունը սևեռելի ու Արցախաբնիկ հայերի իրավունքների պաշտպանելու հետի։ Հանդիպման առանցքային թեմաներն այլալ նաև համայնքների ստեղծման ու ամրապնդման անհրաժեշտությունը ընդգծվել է վեր բռնի տեղահանված Արցախահայերը պիտի համախմբվի ստեղծելով ամուր համայնքային կառույցներ։ Հանդիպման պրծնելն Երան մասնակիցներն հաստատան իրենց հանձնառությունը շարունակելի պայքարը Արցախահայերի իրավունքների պաշտպանության հետի իրավական դիվանագիտական ու համայնքային մակարդակներում հաշվի առնելով արկա մարտահրավերներն ընդգծվել համախմբվածության ու հետևողական գործի անհրաժեշտությունը ապահովելի տեղահանված Արցախահայերի շահերի պաշտպանությունը յետեռնալի իրենց բնորան։ Ակննդականը հայտնում է Պրահա Ադրբեջանը փորձել է ֆիլմը հանել մարդու իրավունքների պաշտպանության նվիրված փառատոնը One World Human Rights Festival-ին Չեխիայում Ադրբեջանի դեսպանատունը նամակ իրար պահանջել է փառատոնի ծրագրից հանել ու նշանց չտալ Ալեքսիս Պազումյանի Արցախամասին Սև այգին կինոն։ Փառատոնը արհամարալ է նամակը։ Ֆրանսիական Le Figaro պարբերականի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուսոնի թվիթերյան գրառումը։ Այս մի քանի օրվա ընթացքում արդեն 13-րդ դեպքն է Ադրբեջանապնդում թե հայկական ուժերը կրակմպեցրալ իրեն դիրքերին ուղղությամբ։ Սոտա իհարկե։ Հունց 2020 թվականին Բաքուն պատրվակների մանկյամ հայրին Իրան նորից հարձակվելի հետի մնդելավեր իրան խաղաղություն չն օզում։ Երանելի մի հատ վաղտալալ վերմունք ոչ միայն հաղթող ընկնել, այլև պարտվածի կոտրվածի նվաստացածի հոգեբանություն չնք ունեցա ու դա արտահայտվելի սալալ ամեն ինչում։ Դույզը 1994-ի դրանից հետո մունք մխլա շանսեր ենք ունեցալ մեր հաղթանակը կապիտալիզացնելի ու դաժե Բաքու չայ խմելի, բայց մեզ ագրեսիվ չնքլա պահելիս, փորձալ չնք ոչնչացնենք պարտված թշնամու մեծահոգի ընկնելու համբերատար։ Մեզ թվալի սալալ թա ժամանակը մեր օգտինան գործանում ու եթե Արցախը 20-ից 30 տարի անկախալալ պատմական արդարությունը մեր անգյունանա մունք անք անհնարինը նեզնից մեծականակ զինուժին հաղթելով ուրեմն աշխարհը վաղթեուր ճանաչելու Արցախ անկախությունը իսկ Ադրբեջանը վաղթեուր հաշվելու Արցախը կորցնելի մտքին հետ ու չնայած ագրեսիվ չընկնել ու թազապատերազմ չընկրահարալ բայց նաև խեղճ չընկնել ու թույլ չընկտվել վերջնամին լկտիանա հակառակորդին յուրաքանչյուր կրակոց մեր անգյունան կրկնակի պատասխանիա արժանացալ վեշմին ոտնձգություն անպատիժ չլամնալիս լյուբոյ հանդգնություն մեր սուվերենության ու Արցախի նկատմամբ խեղդվելի սալալ տեղում ազգային արժանապատվությունն է ղեկավարներին քլալ համարձակ ու ինքնավստահ հասարակություն ունեցալ մարտին նետվելի պատրաստ բանակ ունեցալ։ Բաքուն շարունակում է համակարգված ձևով ոչնչացնելը հայկական հետքը Արցախ հողին են հավասարեցվում եկեղեցիներն հուշարձանեն ամբողջական շենները Մարիամաձոր, Ծամձոր, Խարինտակ ու այլն ու հասարակական նշանակության շինությունը թաղամասեր։ Այսպես Ստեփանակերտ ոչնչացվան ամբողջական բնակելի թաղամասեր քաղաքի պատմական հատվածը կառավարական շենքեր Ադրբեջանի կողմից այս գործելակերպը ամենևին թեզա չի այլ տասնամյակներ շարունակ իրագործող ռազմավարություն տարածքի յուրացումը իրականացումը հայկական հետքը ջինջելով ու մոռացության տալավ վկան ջուղայի խաչքարերի ոչնչացումը երկան տարիներ իրան ներկայացնելով Ղարաբաղյան հակամարտության զոհի կարգավիճակում Ադրբեջանը առաջին պլանա բերալ տարածքային ամբողջականության սկզբունքն ու իբրև թամի միլիոն փախստականներին հարցը երբեք չթաքցնելով հայկական հետքին
բացառումը, այն ինչ Ադրբեջանն անում է Արցախ 2020 թվականից հետո ի ցույց է տնում իրան ավելի մեծ նպատակը վերաբերմունքն է ռազմավարությունը վերիրականացումը տարբեր ձևերով, ինչպես հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը, ժառանգության ոչնչացումն յուրացումը նպատակահետապնդում ջինջելը տեղական բնակչության ու տարածքի միջև կապը նվաճել, տարածքում փորձել օրինականացնել նվաճողի իրավունքները այդ տարածքի նկատմամբ։ Առկա է այս երևույթի ուսումնասիրությանը նվիրված մեծածավալ գրականություն, իսկ հիշողության ջինջման երևույթը հակամարտությունների ու ցեղասպանությունների ուսումնասիրության թեմաներն է։ Տարածքի յուրացումն բռնակցումը իրականացումը բնիկ բնակչության տեղահանության ոչնչացման բյուրանց պատմությունը ջինջելով թեզը անցյալ կառուցելով։ Նարեկացի արվեստի միության լեփլեցուն դահլիճումը տեղի ունեցավ Համշեն գավառնա մասունքի համշենական պարերը խորագրավ վարպետաց տեսը։ Միջոցառումը բաղկացած էր բանախոսությունից, համշենական պարերի ուսուցումից։ Երեկոյի առաջին մասում պարուսույց մասունք խմբի անդամ Տիգրան Մկրտչյանը պատմել է համշենական պարերին անդրադառնալով առիթի մասին, որից հետո Համշեն տուրի հիմնադիր Գևորգ Պետրոսյանը մանրամասն խոսել է Համշենի բնաշխարհի ու հայերի ընդեղ հայտնվելի մանրամասն պատմությունը։ Միջոցառումը բրծալ է համշենական պարերի վարպետաց տեսը վերին հանդիսատեսը ակտիվ մասնակցություն ունեցավ։ Արևմտյան Հայաստանի տելևիզիոնին հավատարիմ մնալով իրան սկզբունքներին եշողներին շարունակում է յուրանախափան գործը թեզամոտեցումներով։ Հունցը արդեն գիտում ենք, մեր տելևիզիոնին ինքնագովազդով չի զբաղվում, յուրամիջոցով հեռարձակվում են գլխավորապես Արևմտյան Հայաստանի պատմությանը ներկայուն ապագային վերաբերող քաղաքական ու այլ ենթատեքստերով մինչել տարբեր խնդիրներ վերհանող լուրեր։ Արևմտյան Հայաստանի տելևիզիոնին արձանագրել իրան կարևորագույն ձեռքբերումները մինը թողարկել է Western Armenia շաբաթաթերթը վերողոված է մեր պատմության մշակույթի ինքնության պահպանմանն հանրահռչակմանը։ Մունք թափանցիկ ու հասանելի ձևով ներկայացնում ենք նաև Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահին, կառավարության, ազգային ժողովին մնացած կառույցներին քաղաքական անցուդարձը։ Սիրելի հայրենակիցներ, ձեր աջակցությամբ մեր տելևիզիոն հնարավորությունն ավելին պնդանում ու լայնանում։ Մունք միասին ենք ուժեղ։ Սիրելի հայրենակիցներ, սորվայտ ես քանք նախատեսալ շնորհակալություն ուշադրության հետի պնդկացիք։